Սկսում ենք երկրորդ գիրքը, challenge-ի։ Սա Ալեշայի զավիստի գործն է, հայերեն չգիտեմ թարգմանված կա, թե չէ, բայց զավիստը այստեղ այդքան մեծ չի, այստեղ երկու գործ է, այս գրքի մեջ 155 էջ է, կարծում եմ շատ շուտ կկարդամ, հուսամ կհավանենք, սկսեցինք։ Գրելավոճը այնքան հետաքրքիր է, նման ձև, նման ոչ մի գրողի մոտ դեռ չեմ հանդիպել։ Այստեղ հաջողակ բարձրաստիճան Անդրեյ Բաբիչևի մասին է պատմում ու իր եղբոր հարաբերությունն է ցույց տալիս իր հետ։ Տեսնում ենք Կավալյարովի կողմից, Անդրեյ Բաբիչևի եղբոր կողմից նախանձ եղբոր հանդեպ ու հետաքրքիր է նա, որ ինչքան էլ ինքը բացասական կերպար է, ես ժամանակ առ ժամանակ բռնում եմ ինձ այն մտքի վրա, որ թվում է թե հավանում եմ այս հերոսին։ Իր մտքերը շատ հետաքրքիր են։ Նման գործ երբեք չէի կարդացել, տարօրինակ ապշա քաղվելու աստիճան, բայց հասկանում ես, որ ֆանտաստիկ տեքստ ես կարդում, որտեղ կան հղումներ համաշխարհային գրականության լավագույն գործերին ու իհարկե կա հղումներ Աստվածաշնչին։ Այս գործը այն գործերից է, որ գրքի մեջ անթիվ անհամար նշումներ ես անում, քո մտքերը քեզանից առաջ են անցնում ու փորձում ես ընդգծել ամեն հարմար բառը։ Բայց ես այդ ժամանակը, քանի որ չունեմ ու պետք է գիրքը կարդամ մեկ օրում ու այսօրվա ընթացքում ես ունեմ ընդամենը այս մի ժամը, որ կարդամ, դրա համար կթողնեմ այդ գործընթացը հաջորդ անգամ վերընթերցելուց ու ես վստահ եմ, որ վերընթերցելու եմ։ Հեղինակը կողմնակալ չի ոչ մի հերոսի նկատմամբ։ Ինքը թողնում է, որ հերոսները զարգանան իրենց ցանկությամբ։ Ավարտեցի։ Զարմանում եմ, որ այս գործի մասին շատ քիչ են խոսում, որովհետև ֆենոմենալ գործ է։ Տեքստը շատ բարդ է, դժվար է առաջ գնում։ Ու քեզ այնպիսի հոգեվիճակի մեջ է գցում, որ հավաքվում են կարծես քո բոլոր զգացողությունները, լավ ու վատ, ու սկսում են պայքարել ու փորձում են դուրս գալ քո մեջից։ Շատ հետաքրքիր էմոցիաներ տվեց ինձ այս գործը, խորհուրդ կտամ կարդաք, ծանոթանաք։ Ես իր գործերից Տրիտաուսցիկա գործը դեռ չեմ կարդացել, գիտեմ, որ կարծեմ մուլտֆիլմ էլ կա, եթե չեմ սխալվում։ Իսկ դուք վաղը սպասեք հաջորդ գրքի վլոգին։